Սա Բյուրեղավան քաղաքի առաջին թաղամասի այն խաղահրապարակն է, կամ ավելի շուտ նախկին խաղահրապարակը, որտեղ 6 օր առաջ կոտրված ատրակցիոնն ընկել է 6-ամյա փոքրիկի վրա։ 6 օր կյանքի ու մահվան պայքարում ցավոք փոքրիկը չհաղթեց։ Այսօր նրա հոգեհանգստի արարողությունն է։ 6-ամյա երեխայի մահից հետո միայն ապամոնտաժվեցին Բյուրեղավանի 20 տարվա երկաթյա կոնստրուկցիաները։ Քաղաքում մարդիկ սովորականից ավելի լուռ էին։ Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Արայիկն ու տատիկը որոշել էին դպրոցից վերադառնալուց հետո խաղալ խաղահրապարակում։ Մոտեցել են ատրակցիոնին, Արայիկը փորձել է նստել դրա վրա, բայց այն միանգամից պոկվել ու ընկել է երեխայի վրա։ 6 օր բժիշկները պայքարել են Արցախից բռնի տեղահանված փոքրիկ տղայի կյանքը փրկելու համար։ Ծոծրակին ստացած հարվածի հետևանքով 3 երեկոյան Արայիկը մահացել է։ Հանրությունը դեռ չունի պատասխաններ, ինչու չէր նորոգվել կամ փոխարինվել 20 տարվա ատրակցիոնը, ով պետք է հետևեր դրա պահպանմանը եւ ովքեր են միջադեպի պատասխանատուները։ Համայնքապետարանից հայտնում են, որ համայնքում շատ խաղահրապարակներ կան եւ դրանք հերթով նորոգվում են։ В этот день я не видела. Այդ օրը ես ոչինչ չեմ տեսել, բայց դրանից առաջ այդ երեքը հողից հանել են ատրակցիոնն ու հետո ուղղակի խրել են հողի մեջ, ցեմենտով չեն ամրացրել։ Ըստ Լիազորի, նույն թաղամասում բնակվող ավագ տարիքի տղաներն են երկաթյա կոնստրուկցիան հանել հողից, տեղափոխել այլ վայր։ Նրանք այն ուղղակի խրել են հողի մեջ ու չեն ամրացրել, որի հետևանքով այն շրջվել ու ընկել է տղայի վրա։ Да, старые были. Այո, հին էին ատրակցիոնները, արդեն 20 տարվա էին։ Դուք համայնքապետարանին տեղեկացրել եք, որ նման խնդիր կա, զբաղվեն այդ խնդիրը։ Ну до этого да, они делали. Մինչ այս, այո, տեղեկացրել եմ, նրանք եկել էին, ամեն բան արել էին։ Ըստ Լիազորի, համայնքապետարանում իմացել են խնդրի մասին, մինչ համայնքի ղեկավարները կզբաղվեին խնդրով, թաղամասի բնակիչներն իրենց ուժերով մի քանի անգամ նորոգել էին այն։ Когда вот эти качели были, Երբ այդ ճոճանակները դեռ կային, մենք դրանց տակ ակներ էինք դրել, որպեսզի ճոճվելուց գետնին չկպնի։ Դրել էինք դրանք, որ փափուկ լինեն։ Համայնքապետարանից մեկնաբանություն տալ չցանկացան, դեպքի մասին չեն կարող խոսել, քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։ Ինչ խոսք ցավալի դեպք է տեղի ունեցել Բյուրեղավան համայնքում, քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքի մանրամասները դեռ կպարզվեն, ավել բան չեմ կարող ասել, չխանգարելով գործի ընթացքը։ Քննչական կոմիտեից նույնպես մանրամասներ չեն հայտնում, ասում են, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հոդվածով, որը ենթադրում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։